Ողջույն։ Միանգամայն հասկանալի է տրամաբանական, որ հանրության ուշադրությունը անհանգստությունը սևեռված է Գյումրու հետընտրական անորոշության վրա։ Կարծես ամեն բան պարզ էր եւ միանշանակ, բայց անգամ նրանք, որոնք խիստ անտարբեր էին մինչ այս, հիմա սպասում են Գյումրու հետընտրական հանգուցալուծմանը, ի վնաս իհարկե իշխանության։ Շատ շատերի համար շատ կարևոր է, որ քաղաքապետը լինի միայն ոչ ՔՊԱ-կան։ Այս ընտրություններին մասնակցելու իմաստը ի սկզբանե էր այդպիսին, իմ հասկանալով։ Սակայն այս պահին մարդկանց մեջ սպասումը ավելի շատ անհանգստության է տանում։ Սպասում են մարդիկ, որի վերջո Պոլե Չուդեսի նման հաղորդավարը ասի, թե արտղի մեջ ինչ կա։ Նա էլ հա ձգձգում է։ Այդ ձգձգումը իշխանությանը հնարավորություն է տալիս տարբերակներ մտածելու մինչ ավականու առաջին նիստը, այսինքն ապրիլի 16-ը Գյումրիում քաղաքապետի աթոռը զավթելու մասին։ Հնարավոր է քրեական գործերի ճանապարհով։ Այդ ձգձգումը ընտրությանը մասնակից ընդդիմադիրներին թույլ է տալիս դավադրության տեսությունների մեջ ընկնել, քանի որ շատ պարզ բաները կարծես տեղի չեն ունենում։ Քաղաքական, հասարակական գործիչներին ու հատկապես ժողովրդին նույնպես արմատավորել ընդդիմադիր որոշ ուժերի մասին այն քննարկումները, որոնք վերջին շրջանում բացվել են լայն թափով ու շարունակվում են։ Ընտրություններում հաղթել է 4 ընդդիմադիր ուժ, ամենաշատ քվեն հավաքել է Վարդան Ղուկասյանը, եւ երբ ընդդիմադիրների հավաքական ձայները կարողանում է իրենցից մեկին դարձնել քաղաքապետ, տրամաբանական է, որ այդ մեկը պետք է լինի ամենաշատ ընդդիմադիր քվե հավաքածը։ Երկու ընդդիմադիր ուժ այդ մտքին համաձայն է։ Մեկը Մարտուն Գրիգորյանը եւ նրան առաջադրած ուժերը անտրամաբանական հապաղում են։ Դա լավ է թե վատ։ Ինձ եւ շատերին թվում է, որ դա վատ է։ Ում է լավ։ Երևի թե իշխանությանը։ Գրիգորյանի երևանյան կողմնակիցները արդարացնում են իր ձգձգումը, թե դեռ պետք է կողմնորոշվի, հեշտ գործընթաց չէ եւ այլն։ Իրականում ընտրության մեծ բան չկա, կամ պետք է որոշես ընդդիմության հետ ես, կամ ՔՊ-ի։ Երրորդ տեղ էլ չկա, կամ է։ Ով էլ երրորդ, չորրորդ տարբերակները առաջ բերում, անհարմար վիճակում է հայտնվում, այսինքն ինչ ավելի լավ է ՔՊ-ն մնա։ Միանշանակ է, այս տարօրինակ ձգձգումը անլրջացնում է հենց ձգձգողներին, նրան աջակցողներին, այսինքն ինչ այլ տարբերակ եք դիտարկում։ Տարօրինակ չթվա գնահատականը, բայց որքանով էլ կարևոր է, որ Գյումրիում քաղաքապետ լինի ընդդիմադիր, բայց այս պահին, այս ընտրական արդյունքներով կարծում եմ ողբերգություն չի լինի, եթե անգամ Մարտուն Գրիգորյանը որոշի չաջակցել ընդդիմությանը եւ կամ ավելի հեռուն գնա եւ աջակցի իշխանությանը։ Նրան խնդրել միանալ անգամ կարիքը չկա, անգամ կոչ անելու կարիք չկա։ Կարծում եմ դա պետք է որ ինքնըստինքյան լիներ։ Եթե գործիչ ազնվորեն ընդդիմադիր է Նիկոլին, որովհետև էլի ասեմ, այս թեման ինչ-որ մեկի քաղաքապետ լինելու մասին չէր։ Ոչ էլ մեր լրատվամիջոցների ուշադրությանն էր այդքան արժանանալու, եթե խոսքը լիներ միայն ով կլինի քաղաքապետ։ Մեզ ու շատ-շատերին հետաքրքիր էր, ՔՊ-ն կարողանում է հավաքել, ստանալ, քերել, կեղծել, որպեսզի իշխանության մնա, թե չէ։ Տեսանք, որ ոչ։ Այս սա էր կարևոր, որը արդեն եղել է։ Չէ, չմտածեք, ասում եմ, ով ուզում է թող լինի Գյումրու քաղաքագլուխը։ Սարիկի ու Վարդանքի միջև սար ու ձորի տարբերություն կա։ Սա շարքային ստի կուսակցության ներկայացուցիչ է, Վարդանը նախկինի։ Նախկին քաղաքապետ է, քաղաքը ավերակից վերականգնած, համ արել է, համ գիտի ինչը ոնց անի, որ գյումրեցուն լավ լինի, ոչ թե սրանց նման։ Մի բան խոսեն ընտրություններին, ընտրվելուց հետո 180 աստիճանով հակառակ անեն, բոլորին նեղություն տալով։ Հիմա տեսեք, այսօր Հայաստանի տարբեր համայնքներում ընտրությունների արդյունքներով ունենք ընդդիմադիր համայնքապետեր եւ նաեւ ունենք համայնքներ, որտեղ նախ հաղթել է ընդդիմությունը, բայց իշխանությունը ԿՊ-ն խլել է իշխանությունը նրանցից։ Եթե անգամ այս պահին արդեն կասկածելի ընդդիմադիր թևը տապալի ընդդիմությանը քաղաքապետ դարձնելու գործընթացը, մեկ է, առավելագույնը 2026-ի հունիսին տեղի են ունենալու ընտրություններ, իսկ ժողովուրդը շարունակում է մերժել ՔՊ-ին։ Այդ մերժումը առավել է խորանալու մինչ հերթական կամ արտահերթ ընտրությունները։
Եթե ԿՊ-ն Գյումրիում իշխանությունը գողանա, մեկ է, ԿՊ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը չի բարելավելու, ժողովուրդը իմ կարծիքով էլ ավելի է վճռական լինելու։ Երևանում Ավինյանը ավելացրել է ԿՊ-ի հեղինակությունը 2023-ի ընտրություններից հետո։ Ոչ ու ոչ։ Ընդհակառակը, տարբեր որոշումների արդյունքում վարկանիշը էլ ավելի է գցել։ Հիմա երևանցին ո՞նց կընտրեր, եթե ընտրություն լիներ։ Ավելի հավեսով, ավելի մոտիվացված։ Այս ընտրության արդյունքները ոչ այնքան կարևոր են հենց Գյումրու համար, սա կարծես համապետական ընտրությունների փոքր մոդելը լիներ, որով համոզվեցինք, որ ԿՊ-ին ժողովուրդը այլևս չի ընտրում բավարար չափով, իսկ կեղծել էլ, ինչպես ներկայացնում էր տարիների վեր, չի լինում այդքան անել։ Հավատացեք, եթե Նիկոլը կարողանար այնքան կեղծել, որ այդտեղ հաղթեր, մի գրամ չկասկածեք կաներ, չի կարողանում։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք մենք։ Տեսեք, ԿՊ-ն ամեն բան արեց, ինչի ընդունակ է, միլիոնավոր դրամներ ծախսեց անգամ ոչ թե իր քարոզչության, այլ հակաքարոզչության վրա։ Նրանք ամեն ինչ արեցին Վարդան Ղուկասյանին Քոչարյանի մարդը հռչակելու համար, համարելով, թե դա վատ է ընկալվելու։ Նրանք հանրահավաք արեցին Գյումրիում Քոչարյանի դեմ, վստահ լինելով, որ այ հենց դա է ամենից խոցելին։ Բայց ժողովուրդը բոլոր ընդդիմադիրներից հենց Վարդան Ղուկասյանին ամենաշատ ընտրեց։ Ժողովուրդը այդքան վարչական ռեսուրսի գործադրումներին, քարոզչական ճնշումներին չենթարկվելով գնաց ընդդիմության հետևից։ Ավագանի անցած 4 ընդդիմադիր ուժերն էլ այն ուժերն են, որոնք հանդես էին գալիս ԿՊ-ին արմատական քննադատության դիրքերից։ Այն որ ասում են ԿՊ-ն մեկ է շատ ձայն է տարել, ես դա չեմ ընդունում։ Եթե մտնեին ավագանի նաև ԿՊ-ին աջակից ուժեր, կասեինք հա, բայց ժողովուրդը 50 եւ ավելի տոկոսով քվեարկել է ընդդիմադիր, արմատական տրամադրված ուժերին։ Հետևաբար քաղաքացիները մեծամասամբ հակաիշխանական են։ Թե որը որին ձայն տվեց ու ինչու, դա արդեն էական չէ, կարևորը որ ԿՊ-ական ստերը այլևս բավարար չափով չեն աշխատում, մարդկանց աչքերը բացվել է, ուշ է բացվել, բայց բացվել է։ Ժողովրդի մեծամասնությունը պատրաստ է քվեարկել տարբեր համբավ ունեցողներին, բայց չքվեարկել դավաճանի համբավ ունեցողին։ Ժողովուրդը պատրաստ է քվեարկել անգամ նրանց, ում անընդհատ ԿՊ-ն համարել է կոռուպցիոներ, բայց չընտրի ԿՊ-ին։ Ժողովուրդը սակայն նաև գերադասում է փորձված նախկինին, քան ամեն ինչ ավերող ներկաներին։ Այսօր այդպես է տարբեր երկրներում՝ Բրազիլիա, Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ այլն։ Սկսել են արժեքները, կարևորը հասկանալ, գործողի քանդել, պառակտելու ընթացքում։ Գյումրեցին տեսախցկի առաջ ասում է, ընտրել եմ Վարդան Ղուկասյանին, որովհետև ԿՊ-ն ասում էր, որ նրա հետևում Քոչարյանն է։ ԿՊ-ն իր գործունեությամբ ստիպել է, որ մարդիկ ապագային նայեն անցյալի պրիզմայով։ Այնքան են ամեն ինչ փչացրել, որ ընտրողն ասում է, հա, ուզում եմ այն հին ու բարի ժամանակները հետ գան, ոչ թե սրանց բերած, դե գիտեք ինչի մեջ մնանք։ Շիրակը դարձավ ամենաաղքատ մարզերից այսօր, իսկ Քոչարյանի կառավարման տարիներին Գյումրիում եռում էր շինարարությունը, դրանքից բոլոր ոլորտները, կյանքը։ Ամենաաղքատ մարզի բնակիչը տեսնում է, որ այս իշխանությունը ստից, հանձնումներից բացի իրեն ոչինչ չի տվել։ ԿՊ-ի ցածր ցուցանիշը պատասխանն է նրանց ստերի, չկատարած խոստումների վարի տալու։ Ինչ տեղի կունենա, ինչ կանի Արթուր Վանեցյանենց թիմը, երրորդ նախագահ, չէ որ հիմա պատիվ ունեմ խմբակցությունը, հանրապետական խմբակցությունն է, Մարտուն իրենց падգամավորը։ Վանեցյանն ասում է, կհայտարարենք, երբ որոշենք, որ պետք է հայտարարենք։ Մարտուն Գրիգորյանը ասում են ծանր որոշում է կայացնելու, բայց այդ որոշումը նա պետք է ընտրություններից առաջ կայացրած լիներ իմ կարծիքով։ Ես օրինակ ընտրությունների արդյունքներից մեծ անակնկալի չեմ եկել։ Մտածել եմ, որ առաջին տեղը գրավելու է Սարիկը, ունենալով վարչական ռեսուրս, բայց ոչ այնքան, որ իշխանությունը վերցնի։ Երկրորդ տեղը վերցնելու է Վարդան Ղուկասյանը, երրորդ տեղը կամ Մարտուն Գրիգորյանը, կամ Ռուբեն Մխիթարյանը, կամ Կարեն Սիմոնյանը, եթե անակնկալներ չլինեն։ Դժվար թե այս սցենարը իրենք չեն մտածել։ Այս սցենարը շատերն էին կանխատեսում, եթե անգամ մտածել են, թե Մարտունն է հաղթելու,
դժվար թե 50+-ի ակնկալիք են ունեցել։ Եվ ուրեմն պետք է մինչև ընտրությունները արդեն բոլոր սցենարների դեպքում իրենց անելիքները որոշած լինեին։ Օրինակ նույն Վարդան Ղուկասյանը իր դիրքորոշումը դեռ մինչ ընտրության օրն էր հայտնել, որ կմիանա այն ընդդիմադիրին, ով իրենից ավելի քվե կստանա։ Որ Անդրանիկ Թևանյանը հենց գիշերը հայտարարեց մենք կմիանանք Վարդան Ղուկասյանին առանց ակնկալիքի, կամ Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, ինչ է նրանք հեշտ որոշում կայացրին։ Այո, կասեմ, պետք է որ շատ հեշտ այդ որոշումը կայացնեին, այդտեղ բարդ բան չկա, իսկ այս մարդիկ անգամ նախապես իրենց անելիքը գիտեին, ոչ մի բարդ բան։ Թե ինչ կորոշեն Վանեցյանենք, հանրապետականները, երրորդ նախագահը կրկնում եմ կարևորություն շատ չեմ տալիս։ Կարող են ընդհանրապես չհայտարարել, գնան ավականու նիստին ու տեղում իմանանք։ Մի քիչ բառախաղ է ստացվում, բայց Մարտուն Գրիգորյանի լռությունը շատ աղմկոտ է։ Կարծում եմ ոչ ձեռնտու ու այդ լռության տակ արդեն քանի օր է շատերը հիմնավորում են այն կասկածները, որոնք ունեին։ Այս թեմային ես անդրադառնում եմ որպես չեզոք մարդ, կողքից դիտող, որովհետև կրկնում եմ, ինձ համար մեկ է, թե հիմա ով կդառնա քաղաքապետ։ Կարևորը դա ԿՊ-ին չի բերելու կշիռ, վստահություն։ Բայց ընդդիմադիր այդ ուժի ձգձգումը ավելի է հստակեցնում քաղաքական դաշտը։ Ամենուր խոսում են այդ մասին ու չմիանալու կամ ձգձգելու պատճառները մատնանշելիս դարձյալ գնում հասնում են ով բերեց ու պահում է Նիկոլին միշտ բաց թեմային։ Իդեպ, առանձին թեմա է այն, որ այս Երևանի ավականու եւ Գյումրու ընտրություններով հոդ սենց ընդդում պնդումները, թե ընդդիմությունը պետք է անպայման միավորվի Նիկոլին հաղթելու համար։ Գուցե, բայց այստեղ տեսանք, որ կարող է եւ չմիավորվել ու գուցե ավելի օգուտ ստանալ։ Ուղղակի կարևոր է, որ հաղթանակից հետո դաշտում չլինեն ջուր պղտորողներ ու հազար ձևի խաղեր տվողները։ Կարճ ասած, Գյումրիում ընտրությունների արդյունքներից կարևոր էր նաեւ նախորդի համեմատ մեծ մասնակցությունը։ Մարդիկ, ովքեր անտարբեր էին, շտապեցին տեղամաս ԿՊ-ին մերժելու։ Այդ կուսակցությունը սկսել է ընտրություններում շռնդալից պարտվել, ինչը հենց ամենակարևորն է։ Պարտվում է ԿՊ-ն, հաղթում են արմատական դիրքորոշում ունեցողները։ Հանրային տրամադրությունը փոփոխություն է ուզում։ Իսկ այստեղ իհարկե ամենակարևորը՝ ի տարբերություն երկրորդ քաղաքի 2018-ի տրամաբանությունը չկրկնելն է, թե ով ուզում է լինի, միայն թե չլինի Սերժը։ Այո, պետք է չլինի Նիկոլը, բայց պետք է չլինի նաև ով ուզում է լինի սկզբունքը։ Պետք է լինի կարող ուժ, առողջ ուժ, ով կկարողանա ոչ թե աղետները խորացնել, այլ երկիրը դուրս բերել շարունակ աղետաբեր այս ընթացքից։ Մեր մի բուռ երկիրը էքսպերիմենտի տեղ էլ չունի։